Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Մեր եթերը շարունակվում է, մեր հյուրն է ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Երեք լսելով, ոչ դիտելով հայտնի անձի հերթական մեծ մամուլի ասուլիսը, ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ մեր հասարակության մի մասը, ես հատուկ եմ ասում մի մասը, այն մարդիկ, ովքեր ընտրում են այդպիսի ուժերին, որոնք ի դեպ հիմա խորհրդարանում են, այդպես էլ չի ցանկանում քաղել սեփական սխալներից, գալ ինչ-որ նոր հասկացության, թե ինչ է կատարվել մեզ հետ։ Եվ նորից կրկնվում են հին բոլոր նարատիվները, նորից թիրախավորվում է այն, ինչ արվում է կիսատ պարատ, բայց արվում է։ Եվ այդ տպավորությունն է, որ այդ սխալների վրա աշխատանք չի տարվել եւ չեն էլ պատրաստում տանեն։ Նորից այդ հին, այդ կարծրացած, այդ ամենը բերել են, լցրել են նույնի դեպ նույն լրագրողների դեմ եւ այսպես սա տարածվում է մեր հասարակությունում։ Սա ինձ, անձամբ ինձ, մեծ հույսեր չի ներշնչում 26-ի ընտրությունների հետ կապված։ Կուզեի նաեւ լսել ձեր գնահատականը, դուք ինչպես եք կարծում։ Շնորհակալություն հրավերի համար։ Ես երևի թե արդեն 1, 2 կամ նույնիսկ 3 տարի կլինի, ոչ ներկա իշխանության Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան որևիցե մեկի ասուլիսը, եթե իհարկե ասուլիս լինում է, բացարձակապես չեմ դիտում։ Ոչ թե նրա համար, որ արհամարում եմ կամ միտքը հետաքրքիր չի որպես այդպեսին, այլ ֆիզիկապես չեմ կարողանում նայել, որովհետև մոտիվը դրա չեմ պատկերացնում, չեմ հասկանում եւ նպատակը անգամ չեմ պատկերացնում, իմ տեսանկյունից նպատակը։ Իմաստ չունի դա նայելը իմ համար, դրա համար եթե ինչ-որ կարևոր բան լինի, անպայման մենք իմանանք, պարտադիր չի մեզ վտանգենք մեր առողջությունը եւ միտքը վտանգենք, այդքան ժամեր նստենք մանրամասը լսենք։ Այն մարդիկ, ովքեր իրենց մասնագիտության բերումով պետք է լսեն, դա մեկ այլ խնդիր է։ Ես այն ժամանակ կարող եմ լսել կամ փորձել լսել, երբ որ ինձ համար պարզ կլինի միտումը, կամ այդ խոսքը գոնե իր բնույթով կլինի ապաշխարական։ Բայց մենք անընդհատ հայտնվել ենք մի փակ ցիկլի մեջ, որտեղ այդ մարդկանց բացառապես միակ նպատակը ցույց տալն է իրենց բացարձակ արդյունավետ լինելը, բացարձակ պետականամետ լինելը, բացարձակ հայամետ լինելը, որ իրականության հետ որևէ աղերս չունի։ Իդեպ բոլոր ղեկավարները եւ ներկա եւ նախկին լուծում են բացառապես այդ խնդիրը։ Որևիցե մեկը չի փորձում իրականության հետ առերեսվել, որևիցե մեկը չի ուզում անգամ իր սխալները ընդունել։ Բոլորը մեղավոր են, բոլորը բացի իրենցից։ Եվ եթե այս տրամաբանությամբ շարունակվի, ես համոզված եմ, որ 1-2 ասուլիս հետո այդ նույն անձը ինքը մնացածը կարող է վեր կենալ 2026 թվականի ընտրություններից առաջ պահանջեն ժողովրդի հրաժարականը, որովհետև միակ սխալը այսքան ժամանակ իրենց տեսանկյունից եղել է ժողովուրդը։ Հետևաբար պետք է ժողովուրդը հրաժարական տա, իրենք բոլորը կատարյալ են։ Եվ որևիցե մեկը չկա, որ սրա մասին ասի։ Իդեպ ես սա նույնիսկ հմեկի եթերում եմ 24 թվականին ասել, որի համար շատ տարբեր կողմերից սկսեցին հարվածել, փորձելով դա կոծկել, բայց հնարավոր է այդ բոլոր ղեկավարներով, 3-4 ղեկավարներով հավաքվեք իրար հետ, 3-ով կամ 4-ով խոսեք, եթե ամեն մեկից ժամանակ ամեն ինչ եղել է այդքան կատարյալ, ինչպես դուք եք ներկայացնում, ապա մենք ինչի ենք հիմա այս վիճակում։ Սկզբից այդ 4-ով, 3-4-ով իրար մեջ մի հատ խնդրում եմ դա պարզել։ Դե Նիկոլ Փաշինյանը անդադ առաջարկում է, իրենք չեն համաձայնվում։ Նիկոլ Փաշինյանը կարող առաջարկի, նրանք չհամաձայնեն, նա առաջարկի, նրանք չհամաձայնեն։ Այստեղ ես Նիկոլ Փաշինյանին չեմ առանձնացնում։ Նիկոլ Փաշինյանը այս քաղաքական համակարգի կարկառուն ներկայացուցիչն է եւ հետևանքն է Նիկոլ Փաշինյանը։ Ինքը առանձին դերակատար որպես այդպեսին չի։ Մեր մոտ 2018 թվականով հեղափոխություն, իշխանափոխություն չի եղել։ Մեր մոտ եղել է ուղղակի ձևի փոփոխություն, վեկտորը, տրամաբանությունը մնացածը շարունակվել է։ Քաղաքական դերակատարները մնացել են նույնը, խաղի կանոնները մնացել են նույնը, տրամաբանությունը մնացել է նույնը, նպատակը գլոբալ իմաստով մնացել է նույնը։ Իսկ այս պարագայում Նիկոլ Փաշինյանը գիտեք ինչ է անում։ Ընդհանրապես ինչ է անում։ Գլոբալ իմաստով եմ ասում։
Մինչև սա այս նույն քաղաքականությունը շարունակվել է, այսինքն մարդիկ արել են այն նույն հակապետական քաղաքականությունը, որը այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, բայց դա համեմել են ազգային հայրենասիրական ճոխ խոսույթով, բայց տակից գործընթաց եղել է ամբողջությամբ նույնը։ Եվ Արցախը հայկական պահելու անհրաժեշտությամբ։ Բոլորը ամեն ինչ, եւ նաեւ միևնույն ժամանակ մեզ անընդհատ ասել են, որ դուք վատ եք ապրում եւ վատ եք ապրելու, որովհետեւ մենք ունենք Արցախ։ Այնինչ խոսույթը եւ իրական քաղաքականության տրամաբանությունը արժեքային հիմքը պետք է լիներ այլ, եթե իրենց համար Արցախը արժեք էր, պետք է այնպես լիներ, որ մենք լավ ենք ապրում, որովհետեւ կա Արցախ, եւ ոչ թե մենք վատ ենք ապրում, դրա համար կա Արցախ։ Ասում են, օրինակ, ինչի ճանապարհներ չկա, ինչի գործազրկություն, ինչի արդյունաբերական կառուցվածքը խարխլված, ինչի չունենք գիտական ներուժ, ինչի չունենք մշակույթ։ Ամեն հարթության մասին խոսելուց պատասխանը սա էր, որ դե գիտեք մենք Արցախ ենք պահում։ Հասկանում եք, սա 180 աստիճան այլ բանի մասին է։ Իսկ որ դուք ասում եք ինչու չունենք, թուրքը լսում եւ ուրախանում է։ Մի ասեք, որ չունենք։ Կարևորը մենք Արցախ ունենք, մնացածը դե կլինի։ Սա մասին է, այսինքն մարդկանց մոտ երբևիցե այս նախկին բոլոր դերակատարների մոտ եւ նաեւ ներկա երբեք չի եղել նվազագույն պետական շահի գիտակցում։ Բոլորը բացառապես սպասարկել են նեղ խմբային եւ նեղ ընտանեկան շահերը, բացառապես։ Հիմա Նիկոլ Փաշինյանը որպես այդպեսին ասում է հետեւյալը. դուք բերել եք ազգային կամ ազգայնական խոսույթ, ճոռոմաբանություն հայրենասիրական, բայց տակից իրական գործընթացում արել եք ճիշտ հակառակը, մսխել եք պետությունը, պետական ռեսուրսները, ամեն հնարավորը ինչը հնարավոր էր վերցնել եւ քամել պետությունից եւ ընդհանրապես ազգային ներուժից։ Բայց կրկնում եմ, ուղեկցել եք դա ազգայնական խոսույթներով։ Հիմա ասում եմ ես, այս նույն ձեր քաղաքականությունը շարունակում եմ, ինչու դուք իրականում արել եք, դե որտեղ չի եղել ոչ պետականամետություն, ոչ հայրենասիրություն, ոչ մի բան։ Շարունակում եմ, բայց ձևն եմ համապատասխանեցնում այն բովանդակությանը, որը միշտ եղել է։ Այն ժամանակ ձևը այլ է եղել, բովանդակությունը այլ։ Հիմա ասում եմ, ձևը ես բերում եմ համապատասխանեցնում բովանդակությանը։ Ձեր մոտ երբեք որպես այդպիսի չի եղել։ Օրինակ կարող եք մի նախին ղեկավար կամ թիմակից ասեք, ովքեր առանցքային դերակատարում են ունեցել, ում կարող ենք հստակ ասել, որ ինքը ուներ ազգային ինքնություն եւ իր վարքում դա արտահայտում էր այդ ազգային ինքնությունը։ Իսկ հիմա ամեն երկրորդին երբ որ տեսնեք, այնպես են թմկահարում մեր ինքնությունը, մեր մաշտոցը, մեր մնացածը, այո, դա շատ ճիշտ օրակարգ է, բայց եթե չլիներ իրեն շուրթերից։ Հիմա Նիկոլ Փաշինյանը նույն բանը ասում է, տեսեք, ձևը այլ եք պահել, բովանդակությունը սա։ Հիմա ի՞նչն է խնդիր, ես ձևն եմ բերում նույնացնում դրան, որտեղ ուղղակի հրաժարվում եմ որպես այդպեսին ազգային ինքնությունից, մնացածից եւ բերում եմ հիմքում դնում եմ սպառողականությունը որպես մեր պետության գերնպատակ, կուշտ ապրելը։ Բայց չէ որ դուք սրանով եք առաջնորդվել, հետո ինչ որ ճոռոմաբանությունում այլ բան եք տարել առաջ։ Գլոբալ իմաստով եմ ես ասում։ Կրկնում եմ, ազգային օրակարգ, ազգային պետության եւ այլը, սա որպես այդպեսին եւ գիտական, եւ պրակտիկ, եւ միջազգային հարաբերություններում ուղղակի այլընտրանք չունի, ինչ էլ որ ով ասի։ Բայց կարևորը թե ով այդ օրակարգը առաջ տանում, ով դրա մասին խոսում։ Եթե դրա մասին խոսում են նախկին եւ ներկա իշխանությունները, դա գրոշի արժեք չունի, որովհետեւ բոլորը իրենց տեսել են գործի մեջ։ Ինչպես են իրենք վերաբերվել այդ ժամանակահատվածին։ Ինչպես են իրենք իրացրել իրենց ռեսուրսները, իրենց իշխանական լծակները, ինչ քաղաքականություն են իրականացրել, ինչ արժեքների կրող են եղել, ամենակարևորը իրենց ժամանակ ինչ վարք ու բարք է տիրել երկրում, որովհետև այն խոսույթը, որ գիտեք, ժողովուրդը անգրագետ է, ժողովուրդը այսպես է, այնպես է, դա ամենամեծ տգիտությունն է։ Ժողովուրդը ոչ անգրագետ է։ Իսկ նրանք բոլորը այդպես են։ Բոլորը դա են, ժողովուրդը չափազանց իմաստուն է իրականում, թեպետ որոշ ժամանակ առ ժամանակ տրվում է մանիպուլյացիաների, ոնց որ կարող են տրվել ես, դուք, մնացած բոլորը, բայց ժողովուրդը չափազանց իմաստուն է եւ որպես կանոն կա մի պատմական ճշմարտություն, որ ժողովուրդը լինում է բացառապես այն բանի կրողը մթնոլորտի առումով եւ արժեքների, վարքի կանոնների, որի կրողը լինում է իր քաղաքական վերնախավը։ Ինչ մշակույթ, վարքաբանություն, ինչ արժեքային համակարգ բնորոշ է քաղաքական վերնախավին, գլոբալ իմաստով այդ խաղի կանոնները պրոյեկտվում են հասարակության վրա եւ դառնում են հասարակության մեջ գերիշխող։ Հիմա ես շատ ժամանակ այդ մարդկանց անուններ բնականաբար չեմ տա, 1-2-ին հարցրել եմ։ Ասել եմ,
այն խաղի կանոններով, որոնք որ դուք շարժվել եք ձեր կյանքում, այն վարքաբանությամբ, որով դուք սովորական ձեր կենցաղում շարժվել եք, կուզեք, որ այդ օրենքները համատարած բոլորի մոտ գերակային եւ բոլորը շարժվեն այդ օրենքներով։ Մի 5 րոպե երևի ձայն չեն համ, ասում են դե բնականաբար ոչ։ Որովհետեւ դա կլներ 1000 այդ խոսքի համար կլներ բեսպրիձել, կլներ այլանդակություն, կլներ այլասերվածություն, կլներ պղծություն։ Պատկերացեք այն կյանքով, որ դուք ապրում եք, այդ կյանքը համատարած բոլորի մոտ է։ Դա անարխիա է կոչվում եւ պետության գոյության հետ անհամատեղելի է։ Անարխիան մի փոքր այլ բան է։ Անարխիան տեսական առումով պետության դերի գերնվազեցումն է, բայց անարխիան բոլորը չեն ենթարկվի օրենքներին, իսկ եթե բոլորը չեն ենթարկվի, պետություն չի լինելու ուղղակի։ Այո, անարխիան այսինքն պետության դերի, պատժիչ ուժի եւ այլնի բացառումն է ինչ-որ մի կերպ, բայց դա չի ենթադրում բարոյական օրենքների եւ բարոյական նորմերի մերժում։ Իրենց պարագայում դա եւ նա է ենթադրում եւ նա է ենթադրում։ Սրա մասին է խոսքը։ Պարոն Պետրոսյան, շատ կարևոր մի հարց է առաջանում այս ամենից։ Տեսեք, երկար տարիներ մեզ խաբել են, խաբում են, թալանել են եւ Արցախը եւ Հայաստանը, եւ այդ ամենը արվել է այդ հայրենասիրության, Արցախ, միջազգային ճանաչում, ցեղասպանության, այդ ամեն ինչի քողի տակ արվել։ Եվ վերջացել է նրանով, ավարտվել է նրանով, որ մենք Արցախը կորցրեցինք։ Գինը դա է, մեծ հաշվով։ Մենք շատ մեծ գին ենք վճարել տասնյակ տարիների ընթացքում, 8-8 տարիներ ամենակարևորը տղաների արյունը Արցախը, այն ինչը մենք կարող ենք առարկայական ասել, հա, Արցախը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, դուք նշեցիք, որ Նիկոլ Փաշինյանի տարբերությունը այն է, որ ուղիղ ասում է այդ ամենը։ Նիկոլ Փաշինյանի գործողությունները տանում են Հայաստանի կործանման այսօր։ Սա շատ կարևոր հարց է, որին կարծում եմ մենք բոլորս պետք է անկեղծ պատասխանենք։ Ոչ թե ես կարծում եմ, այլ դրանում ես համոզված եմ։ Ինչու՞։ Ինչի համար։ Որովհետև նախ պետք է ասել Հայաստան ասելով մենք շատ տարբեր բաներ ենք համոզված եմ Նիկոլ Փաշինյանի հետ հասկանում Հայաստան եզրույթի տակ։ Հայաստան ասելու ես այլ բան եմ պատկերացնում, համոզված եմ Հայաստանի Հանրապետության ամբողջությամբ այլ բան է պատկերացնում։ Ուրեմն սկսեմ ամենակարևորից։ Նիկոլ Փաշինյանի օրակարգը ասում է, գիտեք ինչ, մենք կանխում ենք պատերազմը։ Այնինչ իրականում պատերազմը սա շատ կարևոր է փաստել։ Քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ընդհանրապես գործիքներից մեկն է, որը օգնում է հասնել նպատակին։ Միջազգային հարաբերությունների եւ քաղաքականության գործիքակազմերից ընդհանրապես մեկն է։ Դա ինքնին իրենից ինչ որ մի այլ երևույթ չի ենթադրում։ Այսինքն պատերազմի սպառնալիքի եւ պատերազմի միջոցով փորձում են ձեզնից ստանալ այն, ինչը չեն կարողանում կամ չեն կարողացել ստանալ, օրինակ տնտեսության, միջազգային հարաբերության այլ ձևերի միջոցով եւ այլն եւ այլն։ Սա իդեպ նաեւ ունի գիտական շատ չոր հիմնավորում։ Օրինակ Մորգենտաուն, որը իդեպ իր տեսությունը այսօր ԱՄՆ-ի դեսպանը Թուրքիայում։ Չէ, Հանս Մորգենտաուն։ Հանս Մորգենտաուն, ով միջազգային հարաբերություններում քաղաքական ռեալիզմի հիմնադիրն է։ Իդեպ այսօր ամբողջ աշխարհում բոլոր պետությունների միջազգային հարաբերությունների արտաքին քաղաքականության հիմքում բացառապես ընկած է քաղաքական ռեալիզմի մոտեցումը, որի հիմքը դրվել է Հանս Մորգենտաուի կողմից։ Ինչ բան է ասում այս մարդը, շատ հետաքրքիր, որը մինչև օրս այդ տրամաբանությամբ գնում է։ Ասում է, պատերազմի իմաստը երբեք մարդկանց կոտորելը չի, ամբովանդակ ուղակի տարածքի գրավումը չի, ինչպես ներկայացնում են։ Դրա բացառապես միակ նպատակը նա է այդ տարածքում ապրող ժողովրդի եւ մարդկանց սեփական օրակարգին հնազանդեցնելը։ Սա է պատերազմի ամբողջ նպատակը։ Օգտվել եւ ռեսուրսներից, ֆիզիկական, հոգեվոր, մտավոր եւ ամենակարևորը ձեր կամքին հնազանդեցնելը։ Հիմա այս նույն օրակարգը մենք տեսնում ենք ուղիղ, ինչ է տեղի ունենում Հայաստանում, այսինքն Հայաստանի Հանրապետությունը իդեմս իշխանության նույնությամբ թուրքական օրակարգը վերցնում եւ պրոյեկտում է մեր ներսում եւ դա ներկայացնում որպես իր սեփականը եւ ներկայացնում որպես իր ինքնիշխանության բացարձակ դրսեւորում։ Եվ դրա օրինակները շատ-շատ կարող են լինել։
իմաստանշանային համակարգից հրաժարում, օրինակ Մասիսար եւ այլն, դա պետք չէ սիմվոլները այնքան փորձել պարզեցնել, որ գնան գռեհիկացման, որովհետեւ չի կարելի շատ բաներ, որոնք սակրալ դաշտում են գտնվում։ Պետք չի շատ պարզեցնել։ Մասիսարը կլինի, չգիտեմ, ազգային ինքնության վերաբերյալ գլոբալ պատկերացումները կլինեն, դա կլինի օրինակ, ցեղասպանության մերժումը կլինի, որ մերժում ասելով, երբ որ ասում եք, գիտեք, ինչ եկեք հաշվենք, քանի հոգի են եւ ով որտեղա մահացել, կոպիտ եմ ասում, այն պարագայում եւ 21-րդ դարում 5 տարի առաջ եղած 44-օրյա պատերազմի զոհերի անուն ազգանունները չկան։ Այսինքն սա ուղիղ ձևով գնում է մերժում։ Խոսքը այստեղ նախկին իշխանությունների տրամաբանությամբ անբովանդակ գռեհիկ ֆետիշացումը չի ցեղասպանության կամ սիմվոլիզմի, որը բարձրացում, բայց տակից այլ բաներ արվում։ Խոսքը ամենևին դրա մասին չի։ Խոսքը առողջ ազգային ինքնության մասին է, որ դու որևիցե կերպ չպետք է հրաժարվես քո ինքնությունից։ Անկամ եթե այդտեղ ցավոտ պահեր են եղել, դու պետք է կարողանաս առերեսվես, դրանք ընդունես եւ քո ազգային ինքնության եւ իմաստանշանային համակարգի հիման վրա գնաս շարունակական արդիականացման եւ ոչ թե օտարի օրակարգը, մեր պարագայում թշնամու օրակարգը սերտես, վերցնես, ասես գիտես ինչ, շատ պարզ է դիլեման։ Եթե ուզում եք պատերազմ, ուրեմն մենք պետք է գնանք մեր ուղղությամբ։ Եթե չեք ուզում պատերազմ, պետք է բացառապես ընդունենք այս օրակարգը։ Պարոն Պետրոսյան, ըստ ձեզ Փաշինյանը եւ իր կառավարությունը գլոբալիզացիայի կողմնակիցներ են։ Ես չեմ կարծում, որ Փաշինյանն եւ իր կառավարությունը պատկերացում ունեն ինչա գլոբալիզացիան։ Ну, այդպես է ստացվում։ Ես պատկերացում նկարագրած տրամաբանությունը գլոբալիզացիայի տակ է ընկնում ընդհանրապես։ Դե գլոբալիզացիան այսօր բավականին մեծ տրանսֆորմացիաներ է ապրում, Ես այդ մասին եմ ուզում դες խոսել։ Այսօր արդեն գնում է գլոկալիզացիա։ Այո, հակառակ գործընթացն է գնում։ Ու տեսեք, այդտեղ շատ կարևոր է հասկանալ նրանք գլոբալիզացիայի կողմնակիցներ են, թե ոչ, եթե կողմնակիցներ են, մենք հասկացանք ուր են գնում։ Հենց հիմա շատ հետաքրքիր կարևոր հարց եք տալիս։ Ուրեմն տեսեք, աշխարհում եղել է վերջին ժամանակներում մի քանի մեգա նախագիծ։ Այդ մեգա նախագիծ է եղել, օրինակ, ֆաշիզմը, անկախ դրանից դա բացասական է, ֆաշիզմը, նացիզմը, մեգա նախագիծ են եղել։ Սոցիալական կոմունիզմը, սոցիալական բլոկի երկրներ, մեծ մեգա նախագիծ են եղել։ Լիբերալ դեմոկրատիան, մեծ մեգա նախագիծ, որը սկիզբ առավ կարելի ասել է 90 թվականների պիկին հասավ, չէ, ամբողջ աշխարհը այդ տրամաբանությամբ էր գործում։ Ֆաշիզմը որպես մեգա նախագիծ վերջացավ։ Կոմունիզմը որպես մեգա նախագիծ վերջացավ։ Լիբերալ դեմոկրատիան, անկախ դրանից մենք այդ արժեքի կրողը կլինենք, թե չենք լինի, որպես մեգա նախագիծ այլևս գոյություն չունի, որովհետև եթե այն ժամանակ կար մեկ հեգեմոն, որի կանոնները ընդունում էին բոլորը, եւ միջազգային հանրությունը կառուցված էր այդ օրենքների հիման վրա, եւ որևիցե մեկը չէր վիճարկում, այսօր առնվազը կա 3 գերպետություն, անկախ նրանից մենք կուզենք, թե չենք ուզի։ Առաջին տեղում ամենահզորը Միացյալ Նահանգներ, երկրորդը Չինաստան եւ երրորդը թուլացած գերտերություն, այդպես են գիտության մեջ գոնե նշում, Ռուսաստանի Դաշնություն, որոնք բացի նրանից, որ միջուկային գերտերություն են եւ այլն, նրանք այն պետությունն են, ովքեր միջազգային կարգին մարտահրավեր են նետել։ Այսինքն ասում են, գիտեք ինչ, աշխարհը չպետք է կառավարվի օրինակ ձեր կերպով։ Օրինակ սիննական քաղաքակրթությունը իդեմս Չինաստանի, ասում են մենք այլ քաղաքակրթություն ենք։ Մենք եւս մեր տեղն ու դերը պետք է ունենանք։ Մենք մեր մշակույթը, մեր ձևն ու բովանդակությունը եւս միջազգային կարգում պիտի արտահայտված լինի, եւ մենք չենք ընդունում այդ միջազգային կարգը։ Ամենակարևորը թուրքական աշխարհը։ Թուրքական աշխարհը ասում է Վեստֆալյան աշխարհակարգից հետո 1648 թվականից հետո, երբ ազգային պետությունների կոնցեպտը ձևավորվեց, դրա մեջ ասում եմ մենք չկանք նոր աշխարհակարգի մեջ, որը ձևավորվել է 1648 թվականին։ Թուրքական կոմպոնենտը քաղաքակրթական առումով անգամ չկա։ Մենք մեր տեղը պետք է վերցնենք։ Եթե չտակ մեզ այդ տեղը, մենք ուժով այդ տեղը կվերցնենք։ Ես ասում եմ 4 գիտական եւ նաեւ պրակտիկ։ Հիմա ամփոփեմ միտքս։ Թուրքիան դա մի քանի 100 տարի ասում է։ Բնական է, ասում եմ սկիզբը որտեղից է սկսվում։ Հիմա այս մեծ մեգա նախագիծը լիբերալ դեմոկրատիան որպես մեգա նախագիծ, սա այլևս գոյություն չունի, փլուզվել է, որտեղ մարտահրավեր են նետել։ Անկախ դրանից ինչքան ժամանակում նրանք կհաջողի Միացյալ Նահանգներին վերականգնելի դոմինանտությունը բացարձակ, թե չի հաջողի, կտրանսֆորմացվի, թե ոչ, չեն կարող ասել։ Բայց այդ մեգա նախագծերին փոխփոխությանը եկել
ազգային նախագծերը։ Այն պետությունները կարող են լինել այս պահին կենսունակ, ովքեր ունեն ազգային նախագիծ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը չունի ազգային նախագիծ։ Հայաստանի Հանրապետությունը այսօր բացառապես իր արժեքային, իր վարքաբանական, իր քաղաքականության արդյունքում տեղավորվում է գլոբալ իմաստով թուրքական ազգային նախագծի շրջանակներում։ Հայաստանը այս պահին ազգային նախագիծ չունի, որովհետև շատ պարզ իմաստով, որովհետև բառից բուն իմաստով բոլոր օրակարգերը հիմնական առումով, որոնք խորքային օրակարգերի մասն է խոսքը, ինչքանը մեր համար ցավոտ կլինի, վտանգավոր կլինի միջանցք եւ այլ, դրանք ժամանակի ընթացքում փոխելի լուծելի խնդիրներ են։ Ազգային ինքնության ուղղված հստակ մարտահրավերներ եւ հստակ պահանջները ազգային ինքնության ապամոնտաժման, իմաստանշանային համակարգից հրաժարման, պատմական հիշողությունից հրաժարման, այդ թվում ինչպես արդեն ասեցի, ցեղասպանություն եւ այլ, սրանք բացառապես թուրքական պահանջներ են, բացառապես։ Այն մնացած գետնի վրա իրականացող քաղաքականության մասին ես չեմ անդրադառնում, որովհետեւ այդտեղ խճանկարը շատ պարզ է։ Արևմուտք, Ռուսաստան, Իրան, Չինաստան նույնիսկ, ինչ որ չափով Հնդկաստան եւ այլ, Իսրայել եւ այլ, բայց այս գլոբալ քաղաքակրթական առումով պահանջները դրվում են բացառապես թուրքական աշխարհի կողմից։ Որևիցե մեկի կողմից, որևիցե մեկը չի կարող ցույց տալ, որ այս կողմից դրվում են այս պահանջները։ Մենք կարող ենք ասել ռեալ քաղաքականության մեջ այս կողմից մեզ օրինակ պայմանական եմ ասում, սորոսականները մեզ ստիպեցին այսինչ անենք, ռուսները այսինչը ստիպեցին անենք, ամերիկացիները այսինչը այնինչը։ Դա գետնի վրա քաղաքականությունն է, որը այլ հարթության մասին է։ Քաղաքակրթական մարտահրավերը եւ պահանջները դրվում են բացառապես թուրքական կողմից։ Օրինակ դուք երբեք չեք տեսնի, որ այս բանը չկա, օրինակ, տեսել եք Եվրոմիությունը, Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը, ասեն գիտեք, ձեր ինքնությունից պիտի հրաժարվեք։ Տեսել եք, դες բա չկա, քաղաքակրթական հարթությունում պահանջները բացառապես մեկ կենտրոնից են գալիս, սրա մասին է խոսքը։ Դա համար գլոբալ առումով մեր խնդիրը ազգային նախագիծ չունենալն է։ Ազգային նախագիծ ասվածը դա ամենևին չի նշանակում նախկին տրամաբանությամբ գռեհիկ ազգայնամոլական իրականությունից կտրված անիրատեսական, պաթոսային եւ նույնիսկ հակապետական հայտարարություններ անելն է։ Սա եւս մեկ անգամ ասեմ, նշանակում է սեփական տեղի եւ դերի պատկերացումը կերպափոխող աշխարհում, բայց առաջին հերթին դուք պետք է իմանաք ով եք դուք, որտեղ եք ուզում լինեք այս փոխվող աշխարհում եւ ինչպես պետք է գնաք, եթե այս հարցերի պատասխանը չկա, մնացած ամեն ինչ սուտ է, իսկ ցավոք մեր այս իրականությունում մենք այնքան ենք խրված այս մակերեսի մեջ, ամեն ինչը շատ մակերեսո են, չափազանց մակերեսոր են, ներքաղաքական կյանքից սկսած, խոսույթից վերջացրած միջազգային հարաբերություններն ենք անգամ բերել արդեն սարքել դեմագոգիկ ինչ-որ մի երևույթ, որտեղ միայն լեզվակռիվ, ուրիշ ոչ մի բովանդակություն չկա, բայց գլոբալ առումով չկա խոսույթ, որը թույլ կտա մարդուն թեկուզ բանավիճել այս խորքային պատմության շարժիչ ուժերի մասին եւ մենք որտեղ ենք գտնվում։ Եթե մենք չենք կարողանում վեր կանգնենք այդ փազլին խճանկարին վերևից նայել, մենակ մենք հատվածային իրավիճակային 1980 ոնց որ շուն կռվածն են։ Այդ իրավիճակում մենք այս ամեն ինչը տեսնում։ Մենք միշտ լինելու ենք ինչ որ մեկի ռազմավարական պլանավորման հետևանք եւ ոչ թե ունենալու ենք սեփականը։ Պարոն Պետրոսյան, մենք գոնե փորձեցինք դա անել մեր այս կարճ ժամանակահատվածում, ինչի համար ես եմ ձեզ շնորհակալ։ Մեր հյուրն էր ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, այսպեսին էին այսօրվա մանրամասները, ես Դավիթ Ստեփանյանն եմ, կհանդիպենք։